Կառավարության նոր հարկային քաղաքականությունը շարունակում է խնդիրների առաջ կանգնեցնել տնտեսվարողներին։ Կառավարության շենքից դեպի ազգային ժողով մանր ու միջին բիզնեսների սեփականատերերն իրենց ակցիան այս անգամ ազգային ժողովի դիմաց իրականացրին։ Պահանջը կրկին նույնն էր՝ վերանայել հարկային փոփոխության մասին նոր օրենքը, որն ամեն դեպքում մերժվեց ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում։ Այդ պահանջները իրականությունից կտրված։ Դե ամենակարևոր օրինակ գույքագրման պահանջը, հա, առևտրի պահով, ապրանքային մնացորդի փաստաթղթով չհիմնավորված մասի 20% տուգանքը, իրանց հետ չի հետաքրքրում, խոշորը բերել է այդ ապրանքը իր համար հարկեր չի մուծել, մանրից ու փոքրից են ուզում։ Մինչ ազգային ժողովի շենքում քննարկվում էր օրենքի վերանայման հարցը, բակում տնտեսվարողները վրդովված էին։ Արդեն մի քանի ամիս է պետական շենքերի մուտքերից այլ կողմ չեն գնում։ Ինչի համար այդ մարդը 10% վճարի, որ ժամանակին 5%-ով թույլատրել են, որ աշխատի։ Դա մեկ։ Երկրորդը, որ ասում են խանութները սնվում են շուկաներից, ինչ են ասում այդ մարդիկ։ Ասում են մենք տարակուսանքի մեջ ենք, չգիտենք ինչ անենք, որովհետև շաբաթը մեկ, ամիսը մեկ, 10 օրը մեկ օրենքները փոփոխվում են այս երկրում։ Արդեն փակվել են մի քանի բիզնեսները, որոնք գործում են 20-ից 30 տարի, որոնք էլ չեն փակվել, տուգանվել են մի քանի միլիոն դրամով։ Փակվել ենք, ինչ են փակվում։ Որ չես կարողանում գործունեությունը արդեն կառավարել։ Նոր գրած օրենքների համար։ Ես բարձրաձայնեցի, որովհետև երբ որ մենք հանդիպել էինք, մեր կայունային հարցեր տվել, բայց լինում են փակվողներ, որ դուք այդպես այստեղից ասում եք, կամ փակվողներ, այսինքն դա ինչ է, վախացնելու միջոց է, որ չկա, հա, մենք ստում ենք, ես եմ ասում եմ, բարձրաձայնում եմ, ես փակվել եմ։ Կառավարությունից պնդում են օրենքը ստվերների վերացման ու փոքր բիզնեսների մեծացնելու համար է։ Կառավարության այս պնդումը ծիծաղ է առաջացնում տնտեսվարողների մոտ։ Մենք չենք հրաժարվում, մենք այսքան հարկ ենք տալի, անգամ հիմա ես չեմ ուզում այդ հարկը տամ, սիրով չեմ տալի, որովհետև գիտեմ ես տեղ տալիս եմ իրանք ընդ լափում են, եթե Թունյանը չի կարում իմ շահերը պաշտպանի, եթե մի նախարարը չի կարում, որ ինքը նրա համար է, որ իմ շահերը պաշտպանի, քննարկեն, գիտակ ձևով ներկայացնեն հասարակ քաղաքացուն, եթե չի կարում ինչի է վարձատրվում, թող փակեն լրիվ։ Ի վերջո մի քանի ժամ տևած նիստից հետո ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը կրկին մերժեց տնտեսվարողների պահանջը։ Նրանք հեռացան ազգային ժողովից ավելի կտրուկ քայլերի դիմելու խոստումով։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։